Գագոն եկել է Գյումրի, հետաքրքիր է ինչու։ Արդեն արշավը սկսել է ոնց հասկացա։ Եթե չէ, ինչ ես եկել։ Այդ ժողովրդի հետ ինչ ունես խոսելու։ Բայց էսա մի հատ քննարկենք էլի ամեն մի ասածը։ Անում են, մաչեր յանք չեն անում, տպեն անում, լավ են, լավ աշխատում են։ Քրեական ապետ, ոցով։ Քրեական է, ստապեն։ Այս դու ճակատի գացա, ես ոչ եմ իրա փորը։ Բայց ինձ դա սկսա չափ։ Դա արդեն տան, բայց ես սկսես էսի ենեք, դարձել տանից քեզի։ Դե ճանապարհները քրեական ապետ։ 8 տարի անցել է ցավը տանը։ Որ դեր ասածն է կարել։ Խնդրեմ պատասխանի։ Որը։ Մեկ ասա, մեկ։ Գագո ասում ես, որ մի իրանց ասածն են արել 8 տարվա մեջ։ Չէ, ես ցուցակը կարամ երկար բացեմ, բայց սկսեմ քեզանից։ Նախ քեզանից ու քո բարեկամներից, որ ոչ մեկին կուլակաթափ չարեցին, ոչ մեկը բերթերում չեք փդում։ Նաև եկող սա կառուցած դվարիցների վրա ոչ մի բոմբ չին դնում։ Այս երկուսը ասեմ սրանով բավարարվի ախպեր ջան։ Մի խանգարի։ Մի բան։ Դա ճանապարհն է։ Ո՞ւր է։ Ո՞ւր չեք ասում։ Մի խանգարի։ Երկու ջան։ Հիշում ես որ ասում էիք Արցախը Հայաստանով վերջ, ասել եք։ Ասել եք։ Որ մի սանտիմ չենք տալու, ասել եք։ Դուք չեք ասում ախպեր, ասում են ժողովրդի տոժակը քիչ է, չի կարողանում մի սառնի, ասում եք թող խոտ ուտեն, ասել եք։ Գագո աչքից շատ խառն ես։ Ինձ թվում է 70 տարեկանը ազդում է всё-таки։ Իրանը ասում է։ Ձեր տղերքի մեջ են տղայական որ խոսում եք։ Ինչ եք ասում, ով որ բրթսնում է։ Ասում եք ստի մերը, հա, տենց բան եք ասում ոնց որ։ Հո, ախր ինձնից մեծ ես, չեմ կարող ասեմ տղա ջան, բայց ուղեղի մակարդակի պահով 100% կարամ ասեմ տղա ջան։ Գագո հետո ասե խոտ կերեք։ Կարաս բերես փաստես, որ քպականները ասել են խոտ կերեք։ Եթե բերես փաստես, որ քպականները ասել են խոտ կերեք, հենց այսօր կանգնում եմ կողքդ։ Հենց այսօր։ Այս ժողովրդին ես խոտ ես բերել։ Հենց դու ես ժողովրդին խոտ կերցնում։ Կամ ճանապարհները կառուցելու վրա խի տենց հրճվար։ Կարելի է մի հատ իմանալ։ Ինչ է ընչեր, ինչն էր սուտ։ Մեր երկրի վարչապետը ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Դու դեմ ես դրան։ Կոնկրետ դեմ ես։ Նա կողնորոշվի։ Հիմա Արցախը Հայաստան է թե ոչ։ Կողնորոշվի։ Երկրորդն էլ։ Մեր երկրի վարչապետը մեր սահմանադրության գլխավոր կետից հասկսե։ Որտեղ որ գրած է այդ հրճակագիրը։ Խաչա դու սահմանադրությունն ուր։ Իմ կարծիքով սահմանադրությունը ու դու ոնց որ խոզն ու տուրնիկը։ Գիտելիքներիդ մակարդակի մասին եմ խոսում, էլի։ Կամ նյոժելի տարիքը այդքան ուժեղ ազդում է հիշողության վրա։ Այդ որտեղ է ասել Փաշինյանը մի տիսով չենք տալու։ Հա։ Այդ դու չէիր քո կուսակցությունը չէր։ Պատերազմի ժամանակ որ ասում եք՝ «Միջ Բաքու հասնելու ենք»։ Բախի չհասար Գագո։ Այն մեքենաները բերի դեմոնստրացիա արեցիր։ Ցուցահանդես բացեցիր, մի հատ փառատոնի նման պատրաստվում ես գնում ես պատերազմ։ Ճամփին որտեղից շեղվար, Գագո։ Ում վրա ես եկել խնդում։ Մեկը քո վրա խնդա, տանաշեն։ Ես կարամ փաստեմ իմ ամեն մի բառը, իսկ դու քո ասածները կարաս փաստես, Գագո։ Թե բրտեսնելով ամենակ։ Թե դիմացիդ կանգնած ժողովրդին ես էշիտեր դրել։ Թե որ այդ ուղեղի մակարդակի արտահայտություններ ես անում, չենք հելնում բացեի, բայց չենք խժում վրեդ, մտածում ես որ շատ խելացի բաներ ես ասում ու իրավունք ես վերապահում դու ղժաս։ Ինձ մի խոսրա եղբայր, ձեզ են կտրել, չեք կարող փոխեք գնացեք։ Ով կարանի դա գանի։ Ինչ ես ասում, չի կարող անի թող գնա, ով կարանի նա անի։ Գագո դու Գյումրիում ես, ինչքան գիտեմ գտնվում։ Գյումրիում ով է քաղաքապետը։ Որ ուժերը հաղթեցին, ով պետք է աներ։ Էլի ուղեղի խնդիրա թե հիշողության, ուժեմ հասկանամ պրոստը, էլի ճիստը ռիտարիչսկի հարցը։ Օ, ճոգածա։ Երևի քապան պետք է բան աներ։ Մի հատ վանդակ մեծ կառուցեր, մեկ ու վագր գցեր մեջը, առյուծ։ Ու այդ ավականու անդամներին հերթով բերեր գցերը տե։ Որ վախից նիստ հրավիրեին։ Գային միլինգի նստեին նիստի, բյուջեն հաստատեին։ Երևի այդ նկատի ունես, հա, չեն կարում, թող գնան մենք անենք։ Այն կողքիդ մարտունիկը, մի հատ իրան հարցրա, միգուցե ինքը հիշի, ով է Գյումրու քաղաքապետը, ովքեր են ավականու մեծամասնություն կազմում։ Մի հատ հարցրա կողքինիդ, կարող նրա ուղեղը հասնի։ Իսկ մեր եղակա որ կարուսելը կուզեն խաղան զբաղվեն ու չունին կարուսել։ Ուրա մեր կպն ուրա։ Ուրա կարուսել։ Հա, սարքը։ Նա իշու սարքը, գետե չեմ սի։ Եթե ոչ սարքը պետք է դասվեց։ Ու ես նյութը բերել ես նենց հպարտ դրել ես քո ալիքին։ Մարտուն դու էլ գնացել ես Ծառուկյանի կողքը կանել ես մի հրճվում ես, մի քիչ տղա ես զգում։ Դու ինչ տղա։ Դու ինչ տղա։ Այդ դու չէի որ հայտարարություններ անում որ դու Վարդանիկին չես միանալու, ողերին թշնամիներ եք ֆլան ֆստանու։ Մի շաբաթ հետո տարարձեները տվեցի, ժողովրդին էլ խափեցիր ու գցեցիր։ Հա։ Հիմա եկել ես կանգնել ես Ծառուկյանի կողքը հրճվում ես, ինչի՞ վրա ես հրճվում։ Սաղազգը հրճվում ա վրեդ։ Որ դու մի հատ քո խոսքի տերը որպես տղամարդ չկանգնեցիր։ Տեր չկանգնեցիր քո խոսքին։ Հիմա եկել ես գյումրեցիներին նորից ֆրցնում ես։ Իմ կարծիքով գյումրեցին ամենավերջին էշը պետք է լինի, որ քեզ նայի ու քո ներկայության ինչ որ Ծառուկյանի բանի տեղ դնի։ Իսկ հիմա անդրադառնամ գյումրեցիներին։ Կամ ձեր Գյումրու բլոգերները ձեր չեն բացատրել ինչա նշանակում տիմ ընտրություններ։ Կամ էլ նենց են բացատրել, որ Վարդանիկ ու Մարտունիկ կան, նստեն քաղաքապետարան։ Ուրեմն ձեզ բացատրեմ, պուբլիշնիկ բացատրեմ։ Եթե կառավարությունը կարողանար ձեր քաղաքապետին կամ ավականու անդամներին ստիպեր, որ նստեին, նիստ հրավիրեին, բյուջեն հաստատեին, Գյումրին հիմա 4 օրս բոլորը կառուցվելու էր։
Ճանապարհներից բռնած, դպրոցում անկապարտես, եւ այլն, լիֆտեր եւ այլն։ Լիքը խնդիրներ կա Գյումրում։ Բայց հիմա հարց. ավականուն նիստ եղել է, բյուջեն հաստատել են, թե ոչ։ Իհարկե ոչ։ Այդ բյուջե տրակում է արդեն։ Ո՞վ է եկել հաստատել այդ ձեր բյուջեն։ Ձեր քաղաքապետարանը որոշում կայացրել է, մի հատ նախաձեռնություն բերել է կառավարություն, որ սուբվենցիոն ծրագիր իրականացնի։ Արել է թե ոչ։ Ես ես միլիարդ տոկոսով ասում եմ ոչ, չի արել։ ԿՊ-ստեղ ինչ կապ ունի։ Հենա դրել եք այդ կուսակցություններին, ձեր գլխին, դարմայետներին։ Բոյկոտում են ոչ մի նիստ չեն անում։ Ու ԿՊ-ն է մեղավոր։ Ծառուկյանն էլ եկել է հրճվում է իր ուղեղով։ Ո՞վ վրա է հրճվում։ Ծառուկյան։ Ո՞վ պետք է աներ Գյումրիում, Ծառուկյան։ ԿՊ-ն։ ԿՊ-ն Գյումրիում ո՞վ է։ Գյումրեցիներ, որ այդքան գոռում էի, ասում էի ԿՊ ընտրեք, որպեսզի էներգետիկ աշխատի, կառավարության հետ ու ձեր քաղաքը կառուցվի, ինձ ասում եք զյոմբելո։ Թուրք։ Էնա գնացեք տեսեք թուրքով է։ Ձեր մասին այնքան են մտածում, որ մի հատ ճանապարհն ինչա Գյումրում մեջ չեն կառուցում։ Նույնը կատարվեց Վանաձորում։ Այդքան տարի Վանաձորի ավականին բոյկոտում էր նիստ չէր հրավիրում, բյուջեն չէր հաստատում։ Թե ինչքան գումար որտեղ է գնալու, ինչա կառուցվելու։ Փառքը շատ Արեգ Մկրտչյանը ի վերջո համոզեց, չգիտեմ ոնց իր մոտերի ստացվեց, բայց հալալ է իրան։ Համոզեց ավականուն նիստ հրավիրեց, հիմա 100 շենքի լիֆտ են փոխելու, միլիարդներ են ծախսելու, իրանց բյուջեն էլ էր տրակում արդեն փողից, ոչ միտեղ չէին ծախսում, ոչ մի բան չէին կառուցում։ Ու հիմա հաստատվել է բյուջեն։ Ու հիմա թե սկսվել է ուժեղ շինարարությունները։ Ու Վանաձորցին հասկացավ, ինչ է նշանակում ճիշտ ընտրություն անելը։ Գյումրեցի, եթե այս անգամ էլ խաբվեցիր, մեղքը քո վիզը։ Խաբվեցիր ու հիմա ունես այն, ինչ ունես։ Մարդը մի քիչ ուղեղով մտածի։ Հասկանա։ Գնում եք ընտրության ու չգիտեք ինչ ընտրության եք գնում։ ԽՑԲ եք անում, քավոր, սանիկ, բարեկամ, լավ տղա։ Այդպես չի։ Պետությունը տենց չեն կառավարում։ Գյումրեցի դու պետք է պատասխանատու լինեիր քո ձայնի համար։ Դու պետք է ելնեիր գնայիր ընտրության, որ հետո պահանջեիր։ Սիսյանի քաղաքապետը ԿՊ-ից էր դրած։ Ես իրան ճղում էի մեջտեղից։ Թե խիչի կառուցում, խիչի անում։ Բայց դուք ընտրել եք Վարդանիկ ու Մարտունիկ։ Իրանցից էլ պահանջեք։ Դուխներդ չի հերիքում, հելնեք քաղաքապետարանի մոտ, նա տանջ ներկայացնեք։ Թե ձեր ընտրյալները ինչի ավականուն նիստ չեն հրավիրում, բյուջեն չեն հաստատում ու Գյումրին կարգի չեն բերում։ Նստել եք ելի նորից ԿՊ, նորից կառավարություն։ Ստեղ են ասել, կներեք արտադրությանը սովտարի ով է սանատորիա, օրս արի։ Բայց որ Վարդանիկին կոռուպցիայի համար եկել էին բռնեին, բոբիկացած մազերներդ գզեցիք հասակ քաղաքապետարան։ Բայց այդ քաղաքի համար ինչի չեք հասնում քաղաքապետարան։ Խիչ եք հավաքվում պահանջում։ Մենակ չասեք Վարդանիկին բռնել են, դրա համար բյուջեն չի հաստատում։ Դա մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, հանգարց լոլոչ կարդակ։ Ու ցավալին էնա, որ ձեր հիմար աննասուն ընտրության պատճառով ամբողջ Գյումրին է տուժվում։ Ինձ ամեն օր նամակ են գրում, Մերի ջան, ես Գյումրին սենց, Գյումրին նենց։ Նյուժերի կառավարությունը չի կարող։ Կառավարությունը ինչ անի։ Կառավարությունը ձեզ հնարավորություն տվեց ընտրեք։ Կառավարությունը քաղաքապետ չի նշանակում, ժողովուրդ ջան։ Եթե նշանակեր, կպահանջեր։ Աշխատանք կպահանջեր, բայց դուք եք ընտրում։ Բայց դրա համար ակոչում տիմ ընտրություններ։ Այս է խնդիրը, որ միջև հիմա մեկը մյուսից չեք տարբերում, չեք հասկանում։ Այս ընտրություններին էլ չեք հասկանալու, որ նմաններին ձայնը տալով դուք ձեր երկիրն եք վերացնելու։ Ձեր երկրի վրա մի հատ մեծ խաչ եք քաշելու։ Ու էլ կյանքում պետություն չեք ունենալու, որովհետև նույն ժամանակներ ենք ապրում, որ այլևս ինչ որ պետություն ստեղծելը կամ պահանջելը լինելու է մի ածուքանի թուղթ։ Ոչ մեկի վրա դա չի ազդելու։ Քանի ունեք, պահեք, գոնե այս ընտրություններին ճիշտ ընտրություն արեք, ձեր եսամոլությունը դրեք մի կողմ։ Ունենց շատ ճիշտ տղուտեղ եք դրես աղդ ձեզ։ Բայց գնում եք Մարտունիկ եք ընտրում։ Գնում եք այդ սուտ ինչ ասես որ դնում են ձեր դերները, տենց հանկից համաձայնվում եք։ Տենց համովոտում եք։ Ուղեղի խնդիրա, դե հիշողության, ինչ շատ է այս հարցը հուզում։ Այն բոլոր գրությունների մեջ որ ասում է հետգրություն։ Ախպեր ջան, ԿՊ-ական ջան։ Ուրեմն ԿՊ լինելը, դա մենակ, չգիտեմ, գրանցվել ԿՊ-ական, դա ոչինչ չանել։ Գոնե մի քիչ տեղեկացված եղի։ Չհասկացա, Ծառուկյանը կանգնել է ինչ ասես բրթեսնումա, նա չես պատասխանում, չես ասում, այդ որտեղ է տենց բան ասե։ Ուրեմն դու սա գալիս այն կուսակցությունից ես, որը ասել է, որ գնացեք խոտ կերեք, լուրջ ես ասում, պետք է տենց համաձայնվար։ Ուրեմն ԿՊ-ականներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, կամ մի ներկայացրեք, որ դուք ԿՊ-ական եք, կամ այն ներկայանալուց հետո մի հատ ճիշտ ներկայացրեք ձեր կուսակցությունը։ Ես ի՞նչ բաներ։ Իսկ դուք գյումրեցիներ, եթե այդքան ճիշտ ժողովուրդ եք, այն բլոգերները, որ ձեզ առավոտից իրիկուն կոչ էին անում Մարտունիկ ու Վարդանիկ ընտրեիք, մի հատ կանչեք իրանց ու մեկ հարց դրեք իրանց դեմը, թող բացատրեն ձեզ։ Ինչ է նշանակում տիմ ընտրություն։ Քաղաքապետարանը ինչ գործողություն պետք է անի, որ քաղաքը կառուցվի։ Այդ նույն ավականու անդամները ինչ նիստ պետք է հրավիրեն, որպեսզի ձեր Գյումրին կառուցվի։ Ու ինչ կապ ունի դրա հետ ընդհանրապես ԿՊ-ն։ Այս հարցերը դրեք դեմները, թող մի հատ ձեզ բացատրեն, թե ոնց է այդ աշխատանքը կատարվում, որ ճիշտ հասկանաք, թե հետագայում ումից պահանջեք։ Այսքանը։